Մենք չէ, որ պատճառեցինք դա Աստծուն, բայց եթե մենք չենք գնահատում այդ չարչարանքը, մենք դառնում ենք հանցակից բոլոր նրանց, ովքեր Տիրոջը դատապարտեցին այդ ամենին։ Երբ Քրիստոս ասում է իր աշակերտներին, մշտապես պիտի խաչը առնեք, նա շարունակում է եւ ասում է, որովհետեւ ով որ կամենա իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ Ով որ կամենա իր կյանքը փրկել, հույս տա, փախչել, հեռանալ այդտեղից, որտեղ որ մեծագույն խորհուրդն է սիրո կատարում, եւ մեզանից յուրաքանչյուրը իբրև քրիստոնյա կոչված է այն խորհրդի առջև եւ այդ խորհրդի զգացողության մեջ խոնարհվել Աստծո կամքի առջև, մենք պիտի կարողանանք իսկապես պատրաստականություն դրսևորել մեր կյանքը տալու, որովհետև մենք անդրադառնում ենք, որ երբ Քրիստոս խոսում է այստեղ իր կյանքը մեր անձը տալու մասին, որպեսզի փրկվենք, նկատի ունի այն կյանքը, որով որ մենք հեռանում ենք Աստծուց, այն կյանքը, որը մեզ տանում է մեղքերի մեջ եւ թույլ չի տալիս ճշմարտապես միավորվել Քրիստոսի հետ։ Եվ դա է պատճառը, որ Տերը ասում է, եթե ուրանաք, եթե հրաժարվեք այդ կյանքից եւ հետևեք ինձ, այն ժամանակ պիտի փրկեք ձեր այդ կյանքը։ Որովհետև այդ ժամանակ դուք փրկվածները կլինեք Աստծո ողորմության եւ երկնքի արքայության մեջ, որովհետև եթե մենք մեր անձերը պահենք, ինչ պիտի իրականում շահենք, եթե մենք մեր կյանքը Աստծո խնայենք եւ համարենք, որ մենք ամեն օր շատ լավ ուտում ենք, շատ լավ ապրում ենք, բոլոր հաճույքները վայելում ենք, ամեն ինչից օգտվում ենք, ինչ որ ստեղծել է այս աշխարհում մեզ համար Գործիչը, որպեսզի մենք տարվելով դրանով, հետևելով դրանով Աստծուց, ապա սիրելիներ, դա իրական ձեր կյանքը չէ։ Եվ դա է պատճառը, որ Քրիստոս ասում է իր աշակերտներին, ինչ օգուտ է մարդու, եթե աշխարհը շարի, բայց անձը